Շիրակի մարզի 7 դպրոց այս տարի մեկական շրջանավարտ է ունեցել, մեկն էլ Լեռնուտ գյուղի դպրոցն է։ Տխուր պատկեր է, ինչ խոսք, բայց խնդիրն ավելի խորքային է։ Ոչ միայն Շիրակի մարզում, այլև Հայաստանի մյուս մարզերում էլ նկատվում է բնակչության պակաս, արտագաղթ եւ ծնելիության նվազում։ Գյուղական կյանքը անհրապույր է դարձել, աշխատանքի հնարավորություններ չկան։ Որոշ դեպքերում նաեւ ծնողները երեխաներին տեղափոխում են մայրաքաղաք կրթական ցենզը բարելավելու համար։ Պայմաններ չկա, գյուղատնտեսությամբ զբաղվելը կարծես թե այդքան էլ շահավետ չի եւ կամաց տեղափոխվում են քաղաքներ, հիմնականում մայրաքաղաք։ Ցավոք սրտի շատերն էլ մայրաքաղաքից ուղղակի դուրս են գնում, երկիրն են լքում։ Իրավիճակն այնքան անմխիթար է, որ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներում կիրառվում է բազմահամակազմ դասարանների ձևավորման կարգը։ Դրանք ձևավորվում են 1-ից 4-րդ, 5-ից 9-րդ եւ 10-ից 12-րդ դասարանների միջակայքում։ Այսինքն մի քանի դասարան միաժամանակ դասասենյակում պարապում է նույն ուսուցչի հետ։ Ըստ կրթության փորձագետի, չնայած բազմահամակազմ դասարանների մոդելի կիրառումը պետական միջոցների խնայման տեսակետից արդյունավետ է, այդուհանդերձ կրթության որակի ապահովման տեսանկյունից խնդրահարույց է։ Ուսուցիչը պրոֆեսիոնալ պիտի լինի, որ 45 րոպեվա ընթացքում համ առաջի դասանի երեխային դաս պարապի, համ երկրորդին, համ երրորդին, համ չորրորդին, ու հաշվի առնի նաև տարիքային առանձնահատկությունները, դա հնարավոր չի 4 տարբեր դասարանների աշակերտներին նույն առարկան դասավանդել 1-45 րոպեվա ընթացքում։ Ոլորտի փորձագետը կրթական գերատեսչության տրամադրած տվյալներն է վկայաբերում։ 2024 թվականի դրությամբ Հայաստանում հանրակրթական դպրոցների 26.7%-ը մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներն են՝ Սյունիքում, Արագածոտնում, Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում, Տավուշում եւ այլուր։ Եթե այսպես շարունակվի, փորձագետների դիտարկմամբ հեռու չէ այն օրը, երբ շատ դպրոցներ պարզապես կդադարեն գոյություն ունենալ։ Չէ՞ որ նախարարությունն էլ վերջերս առաջ բերեց դպրոցների խոշորացման ծրագիրը, ըստ որի մինչև 100 աշակերտ ունեցողները կմիավորվեն։ Դպրոցները մեր հատկապես բարձր լեռնային սահմանամերձ բնակավայրերում ունեն համայնքաստեղծ նշանակություն։ Դրա հիման վրա կազմավորվում է հենց այդ համայնքը։ Եթե մենք դպրոցը հանում ենք համայնքից, ըստ էության մենք դատապարտում ենք գյուղին ուղղակի դատարկվելու բնակավայրի։ Վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանում բնակավայրերի թիվը պակասել է։ Եղել է գյուղ, հիմա այդ գյուղում ուղղակի մարդ չի ապրում։ Կրթության քաղաքականությունը տանում է նրան, որ այդ դպրոցները միավորեն, փակվեն, մի քանի համայնքի համար ստեղծվի մի դպրոց, դրա գլխավոր ապացույցը նախարարի հրամանն է։ Կրթության փորձագետներն ահազանգում են, եթե կառավարությունը գործուն քայլեր չձեռնարկի ներքին եւ արտաքին միգրացիոն գործընթացները նվազեցնելու ուղղությամբ, ապա հարյուրավոր դպրոցներ առաջիկա տարիներին կփակվեն, հիշյալ բնակավայրերը որպես բնակավայր կդադարեն գոյություն ունենալ եւ արտագաղթի տեմպերը կաճեն երկրաչափական պրոգրեսիայով։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։